Լծվել են եկեղեցին Հայաստանի հավատացյալ քաղաքացիներին վերադարձնելու ծանր գործին, ոչ ավելին։ Ասում են ՔՊԱ-ականները, որ հավատարմորեն ստորագրում են իրենց կուսակցապետի յուրաքանչյուր մտքի տակ։ Թեև իրենք էլ լավ չեն պատկերացնում, ինչպես է վարչապետը հոգու աչքերով ընտրյալներին համախմբելու ու նրանց օգնությամբ վեհարանն ազատագրելու։ Վարչապետի բառապաշարը շատ մեղմ է, շատ մեղմ է։ Կներեք, այդ բառը շատ եք սիրում կրկնել, բայց ասեմ, այո, շատ մեղմ է այդ ասած։ Մայրօրենքն ասում է եկեղեցին ու պետությունն անջատեն։ Այսպիսով, չի խախտվում արդյոք սահմանադրությունը, երբ վարչապետը կաթողիկոսին հեռացնելու նախաձեռնություն է օրակարգ բերում։ Խախտում կա թե ոչ, падգամավորը չի մեկնաբանում, բայց վստահ է, ինչ անում են հավատացյալների կամքով է։ Իր սեփական հարցումներով պատարագին մասնակցող 50 հավատացյալից 49-ը հաշտ է վարչապետի օրակարգի հետ։ Նորմալ է, որ մեկ իր քերու կնոջ հետ եսի ինչ անի, մեկը կուսակերօրությունը խախտի, հավատավոր ժողովուրդ իրավունք չունի, սահմանադրությունն ասում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետքա չխառնվի, ինչ ուզեն անեն, ոչ ուզեն անեն։ Ինչ գործ ունի Փաշինյանը հոգևոր դաշտում, զարմանում է վարչապետի նախկին թիմակիցը։ Հակոբ Ասլանյանը կարծում է, խնդիրը ոչ եկեղեցականներն են, ոչ էլ կուսակրոնության ուխտին հավատարիմ լինել-չլինելու հարցերը։ Ավելի խորն է թաքնված շանգլուխը։ Նիկոլ Փաշինյանը փորձում է այնինչ իմ կարծիքով պատրաստվում է հակապետական գործ անելու, փորձում է եկեղեցուն մի կողմ հրել, որպեսզի եկեղեցին չդառնա խոչընդոտ իր այդ գործողություններով։ Հայ առաքելական եկեղեցին կունենա նոր ամենայն հայոց կաթողիկոս։ Օրվա երկրորդ կեսին վարչապետին երկրորդեց խորհրդարանի խոսնակը, ավելի կոշտ ձևակերպումներով, թե իրենց ընդդիմախոսները պաշտպանում են անպաշտպանելին։ Ընդդիմադիրները մինչդեռ համոզված են, Փաշինյանի ծրագրերը ձախողման են դատապարտված։ Վեհափառին ընտրում է ոչ Նիկոլի նման թունդ քրիստոնյան։ Վեհափառի ընտրությունը որոշակի արարողակարգային երևույթ է։ Ինչպես եկեղեցու շուրջ կատարվողը, այնպես էլ նոր մեղադրանքներն իր գործընկերների Սերյան Օհանյանի ու Արծվիկ Մինասյանի դեմ իրար շարունակող շոու է համարում Արմենուհի Գյուրեղյանը։ Պնդում է, որ Փաշինյանի քաղաքական պատվերով է ազգային ժողովի նախագահը համաձայնություն տվել գլխավոր դատախազի միջնորդագրին, падգամավորների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։ Հրահանգ է եկել, որ անպայման պետք է գործ հարուցելու գործը սկսել։ Այսինքն հանրությանը ներկայացնել, որ նման գործ կա։ Մինասյանն ու Օհանյանը մեղադրվում են տարիներ առաջ Սևան ազգային պարկի տարածքում տեղի ունեցած ապօրինությունների համար։ Ըստ միջնորդագրի Օհանյանը պաշտպանության նախարար եղած տարիներին Դրախտիկ համայնքում զավթել է պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը, ապօրինի առանձնատուն կառուցել, հետո էլ հայտարարագրերում տեղեկություններ թաքցրել։ Օհանյանն այն կարծիքին է, որ գլխավոր դատախազն ի կատար է ածում վարչապետի պատվերը։ Փաշինյանն ու Ալիևը գործում են համադրված, ապահովելով Բաքվում եւ Երևանում բեմադրված էժանագին շոուներ։ Ակնհայտ է, որ սրանց հիմնական նպատակը հանրության ուշադրության շեղումն է իրենց իսկ ձեռամբ ստեղծած հայոց պետականությանը սպառնացող վտանգներից։ Ազգակործան գործունեությունը եւ Արծվիկ Մինասյանն էլ ըստ միջնորդագրի բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում փաստացի ապահովել է Օհանյանի զավթած պետական սեփականություն հանդիսացող տարածքում առանձնատան հետագա անխոչնդոտ տիրապետումն ու օգտագործումը։ Մասնագիտական, քաղաքական ու բարոյական որևէ քննադատության չդիմացող իմ դեմ հարուցված ապօրինի քրեական գործը ոչ միայն հանրությանը մատուցվող հերթական շոուն է, այլև վկայում է Հայաստանը զավթած ռեժիմի իշխանությունը կորցնելու վախերի մասին։ Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ գլխավոր դատախազը հերթական անգամ ոտնահարելով սահմանադրությունն ու օրենքները իրեն անսահմանորեն նվիրել է Նիկոլ Փաշինյանի հանցավոր հանձնարարությունների կատարմանը։ Հերմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։